եւ կոնկրետ այս պահին որ հարցերի շրջանակի շուրջ է քննարկումն ընթանում։ Քննարկումը դեռ շարունակվում է, մեզ տեղեկացրեցին, որ եղել է հանդիպում փոխվարչապետ դիմակարգով, թե որ փոխվարչապետը չեմ հիշում, բայց հաշվի առնելով այն, ինչ փորձում է անել այս իշխանությունը, այսինքն այն է, որ ներկայացրած բոլոր պահանջները նրանք վեր են ածել զուտ սոցիալական խնդիրների եւ փորձում են այդ սոցիալական խնդիրների ներքո ցույց տալ, որ իրենք պատրաստ են աշխատել արցախցիների հետ եւ որևէ ինստիտուցիոնալ մակարդակով չեն փորձում հարցը լուծել։ Այսինքն այս իշխանությունները, երբ որ եկած օրվանից խոսում ենք, որ Արցախի պետական ինստիտուտները նման հարցերով շատ է զբաղվել, Արցախում 20 թվականից հետո առնչվել ենք նմանատիպ խնդիրների եւ գործնականում գիտեն, թե ինչպես է աշխատում եւ ինչ խնդիրներ կարող են լինել եւ որոնք են առաջ նայել, այս իշխանությունները որևէ կերպ ականջալուր չեղավ, բայց քանի որ տեսան արցախցիների բազմահազարանոց հանրահավաքը եւ այն, որ արցախցիները ոչ թե սոցիալական խնդիրների համար են պայքարում, այլ պայքարում են մեր վերադարձի իրավունքի համար, պայքարում են մեր գերիների համար, պայքարում են որպեսզի Արցախի հարցը չփակվի, պայքարում են որպեսզի այն գործերը, որը հարուցված է միջազգային ատյաններում հետ չկանչվեն, այսինքն այս բոլորի վրա նրանք փորձում են աշկ փակել եւ զուտ սոցիալական որպես խնդիր ներկայացնել։ Ասում են, մենք չենք աշկ փակում, դուք այնպես եք արել, Արցախի իշխանություններն այնպես են արել, որ այս պահին հնարավորություն չեն տալիս Հայաստանի Հանրապետությանը շարունակել այդ հարցերը քննարկումների օրակարգում, այլ իմաստավորի նշում են, որ հանրապետության լուծարման մասին հրամանագիր է եղել, հետևաբար Ադրբեջանի եւ Հայաստանի բանակցությունների օրակարգում Արցախի Հանրապետության բնակիչների, նրանց վերադարձի եւ այլ հարցեր առնչվող հարցերը չեն կարող տեղ գտնել։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են, որ նրանք կեղծ անամոթաբար ստում են նման փաստաթուղթ Արցախի լուծարման մասով իրավական հարթակում գոյություն չունի եւ նրանք բոլորից լավ գիտեն այդ մասին։ Հերթական մանիպուլատիվ հայտարարություններն է հասարակությանը շեղեն իրենց անգործությունը, իրենց մեղքը փորձեն այլ մարդկանց վրա, այլ քաղաքական ուժերի վրա բարթելն է։ Ես մի անգամ էլ կրկնեմ, ամենայն պատասխանատվությամբ ասում են, որ նրանք ստում են։ Օնկալասյան, եւս մեկ թեզ, որը տարածվեց մեծ հանրահավաքից հետո, այն է, որ նույնիսկ իշխանական մակարդակով նշում էին, որ կոնկրետ քաղաքական ուժեր են շահագրգռված եւ կանգնած այդ հավաքների, ցույցերի հետևում, որոնց նպատակը Հայաստանի Հանրապետությունն հայաթափելն է, ինչպես Արցախի Հանրապետությունը։ Ըստ թեզի առնչությամբ ինչ դիտարկումներ ունեն։ Ես բազմիցս ասել եմ, որ օրվա իշխանությունները ամեն ինչի մեջ տեսնում են իրենց իշխանությունը պահելու, իրենց իշխանությանը կարճած մնալու ճանապարհին իրենց այդ խոչընդոտների վերացմանը եւ ցանկացած հարց նրանք անում են այլ հարթություն եւ եթե իրականում նրանք ուզում են արցախցիները մնան Հայաստանում, ապա պետք է ստեղծեն այնպիսի պայմաններ, որ արցախցիները հնարավորություն ունենան մնալու, բայց քանի որ տեսնում ենք այն ծրագրերը, որը միտված է արցախցիների արտագաղթին, կյանքի են կոչում եւ փորձում են արցախցիներին հայրենիքի այս հատվածից էլ փախստական դարձնել, ապա այդ իշխանություններին ինչ պետք է ասվել։ Ընդհանրապես այդ իշխանությունները բոլոր նորից եմ կրկնում, այն հարցերը, որը պետք է իրենք լուծեն եւ իզորու չեն լուծել, նրանք այդ ամենը փորձում են տանել այլ դաշտ, որպեսզի հասարակությանը մոլորեցնել եւ փորձեն ցույց տալ իշխանության համար այս ամենը պայքար։ Եթե այդպես է, ապա ինչ խնդիր կա հայտարել, որ նրանք այո, քանի որ արցախցիների վերադարձի հարցը օրակարգում է եւ դա մեր իրավունքն է, ապա Մինսկի խումբը չենք լուծարում։
եւ դրանով կփակեն այն թեման, որ պահանջների մեկ կետը կփակեն կամ չենք հետ կանչում այն քրեական գործերը, որոնք միջազգային ատյաններում են, քանի որ արցախցիները ունեն այս պահին գույքային պահանջներ, որը շատ մեծ թվեր է կազմում, մարդիկ ընդհանուր խորհրդային միության ժամանակ ունեին սեփականություն այդ տարածաշրջանում, երբ որ դեռ խորհրդային կարգերն էր տիրում, եւ այսօր ունեզրկվել են։ Եվ այս իշխանությունները փորձում են փակել այդ թեման։ Ապա եթե իրենք մտածում են սա իշխանության համար պայքար է, թող կատարեն այն պահանջները, որը ներկայացված է, եւ հանրահավաքը կցրվի։ Հանրահավաքում, եթե բոլորս ուշադիր ենք եղել, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարց դրված չէր։ Եվ այդ պահանջները կատարելով հանրահավաքը կունենար տրամաբանական ավարտ։ Իսկ նրանք չեն փորձում այդ հարցերը կարգավորեն, այլ ընդհակառակը փորձում են շեղել թե իշխանության համար կամ չգիտեմ այլ ուժերի կողմից ուղղորդվող պայքար է եւ այլ եւ այլ։ Հերթական մանիպուլատիվ հայտարարություններն են։ Շնորհակալություն։